Սիրելի հայրենակիցներ, այսօր ես ուզում եմ կարճ անդրադառնալ ընդդիմադիր ուժերից մեկի մի խոստմանը։ Մասնավորապես խոստանում են հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները։ Այնպիսի լուրջ դեմքով կարծես մինչև հիմա հրապարակված չի։ Ստիպված եմ հիշեցնել, որ իմ առաջարկով որոշում կայացվեց զոհված մեր հերոսների անունը հրապարակել Զինապահ հիմնադրամի էջում, պաշտոնական ցուցակ, այնտեղ չի կարող լինել ոչ ավելացված, ոչ պակասացված անուն, այնպես որ նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեր հերոսների անցած ուղուն, իմանալ նրանց անունները, եթե գուցե ինչ-որ մեկը թիվ է ուզում ճշտել, կարող եք մտնել Զինապահ հիմնադրամ, հիշում ենք բաժին և հանգիստ ծանոթանալ մեր հերոսներին և մի շահարկեք մեր զոհված տղաներին նախընտրական արշավում, նախընտրական թոհուբոհի մեջ։ Ես կրկնում եմ, տղաների անունը, ազգանունը հրապարակված է Զինապահի պաշտոնական էջում, մտեք, ծանոթացեք և գուցե հասկանաք, որ նախընտրական շրջանում չի կարելի օգտագործել ոչ տղաների անունը, ոչ հատկապես տղաների ծնողներին, օգտվելով նրանց էմոցիոնալ վիճակից։ Շնորհակալ եմ, այսքանը։